Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին։ Ողջունելով Յուրին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն ուրախությամբ փաստեց, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Այդ համագործակցությամբ արդեն արձանագրվել են լուրջ արդյունքներ և առաջավոր փորձի փոխանակման արդյունքում ձեռքբերումներն առավել ակնհայտ կդառնան։ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը դիտում է որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակ, որի մարտահրավերներին հարկավոր է հակազդել համատեղ ուժերով և ընդ որում կանխարգելիչ պայքար ծավալել հասարակության լայն շերտերում ամենատարբեր ձևաչափերով։ Այս համատեքստում ոստիկանության պետը կարևորեց ոստիկանության ծառայողների մշտական այցերը հանրապետության ավագ դպրոցներ։ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և ոստիկանության համակարգում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Յուրի Ֆեդոտովը գոհունակություն հայտնեց երկու կառույցների համագործակցության արդի մակարդակի առնչությամբ, նշելով, որ փոխգործակցությունը կբարձրացնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 33-ը, խարդախության 18 դեպքից 17-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է գողության 16 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, գողության 2 և խարդախության 1 դեպք։ Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, 3 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները հոկտեմբերի 14-ից հոկտեմբերի 20-ը ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, 41 վարորդ մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում, 75-ը առանց համապատասխան փաստաթղթերի։ Վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել 22 վարորդի նկատմամբ, որոնք երթևեկության ընթացքում ծխել են։ Օգոստոսի 14-ին ժամը 17-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի, Իտալիայի և Արգիշտիի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրայերթի է ենթարկել մի քաղաքացու, պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և թողնելով դեպքի վայրը, ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Ըստ նախաքննության նախնական տվյալների, վրայերթ կատարած ավտոմեքենան եղել է արտասահմանյան մակնիշի, բաց գույնի, հավանաբար արծաթագույն, աջակողմյան ղեկով, իսկ վարորդը եղել է 27-ից 28 տարեկան տղամարդ։ Դեպքի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 58 43 95 հեռախոսահամարով։ Հոկտեմբերի 18-ին Մոսկվա քաղաքից Հայաստան հետապավորվեց Իջևան քաղաքի բնակիչ 1987 թվականին ծնված Սուրեն Ցուցուլովը, ով այս տարվա փետրվարի 13-ին Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող վարձակալած մի տարածքից գողացել էր 631 000 դրամի տարբեր տեսակի իրեր։ Դեպքից հետո Ցուցուլովը դիմել էր փախուստի։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ոստիկանության Շենգավիթի քննչական բաժինը։ Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է։ Սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղիակներով հատելու տարրական պահանջը բոլորը չէ որ կատարում են։ Ոմանք շարունակում են վտանգել իրենց կյանքն ու առողջությունը, փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի։ Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթ հասնելու ցանկությունից։